Իր վրա դրված ծանր ու պատասխանատու պարտականությունները շարունակում էր պատվով կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն։ Սովորաբար նրա գործունեությունը, ինչպես ասում են, կադրից դուրս էր մնում, քանզի ժամանակներն էին այդպիսին, պատերազմ էր, ռազմական դրություն։ Այս կադրերը թերևս բացառություն են, որ հրաշքով պահպանվել են մեր տեսաարխիվում։ Պաշտպանության պետական կոմիտեի ընդլայնված նիստում, որին մասնակցում էին նաև Հանրապետության հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու աշխատողներ, լրագրողներ, քննարկվեցին հրատապ հարցեր, կապված թե արտաքին քաղաքական հարցերի, ընդհանուր իրավիճակի և թե ներքին տնտեսական խնդիրների հետ։ Դրանց շուրջ ելույթ ունեցան Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և առաջին տեղակալ Բորիս Հարոշանյանը, որոնք միաժամանակ պատասխանեցին նաև ներկաներին հուզող հարցերին։ Ինչ խոսք, որ Պաշտպանության պետական կոմիտեի գերխնդիրը մնում էր երկրի պաշտպանունակության ամրապնդումը, նրա սահմանների անառիկությունը, թշնամու կրակակետերի ոչնչացումը, հայկական գյուղերի ազատագրումը։ Մի խոսքով պատերազմ էր, ինչին էլ ուղղված էին բոլոր ռեսուրսները, մարդկային ամբողջ ներուժը։